Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, անդրադառնալով Դաշնակցության կազմակերպած ջահերով երթին եւ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները այրելուն։ Սա անուղեղ մոլեռանդություն է, որովհետեւ իրենց պայքարը պատկերացնում են դհոլ զուռնայով լոկ քայլերթ, հենց կրակեն մարդ չի մնալու։ Թուրքիայի դրոշ վառելն էլ արդեն որևէ մեկի վրա չի ազդում դիվանագիտական հարաբերություններ լինեին, Անկարան նոր տայր տալու։ Հիմա մի քանի ամիս հայ-թուրքական բանակցություններ չեն լինի։ Էրդողանին ասում ես ես սպանելու եմ քո դեսպաններին, բայց չես սպանելու։ Պորոտախոսությունն ու ահաբեկչությունը, հակահայրենասիրությունն ու հակահայկականությունն են սոսկ, Հայաստան եղել է ու մնում է հակահայ կուսակցություն, սկսած 1908-ին երիկ թուրքերի հետ համագործակցությունից ու ֆիդայիններին զինաթափելուց, 1915-ին Թիֆլիսի ու Սալոնիկի բյուրոներում իրար հակառակ որոշումներ կայացնելուց մինչև 1999-ի հոկտեմբերի 27-ն ու այսօր, ցավոք, նկատել է նա։ Ադամյանը հետգրությամբ արձանագրել է 1915-ից 23-ի հայոց ցեղասպանությունը փաստ է, որ ոչ հնարավոր է ժխտել, ոչ ուրանալ, ոչ մոռանալ երբևէ։ Այս մոլեռանդները ցեղասպանության 2015-ին սրբադասված զոհերի հիշատակն են պղծում։ Ու ինչքան է սա շարունակվելու, հարց է հնչեցրել նա։